24 միլիոն դրամ վճարելուն եւ 1 ամիս ծառայելուն ինչպես եք վերաբերվում։ Այս նախաձեռնությունը ձեր կարծիքով ինչ հետևանք կունենա բանակի համար, որ առաջարկվում է հիմա վճարել ինչ-որ մի քանի տասնյակ միլիոն եւ ծառայել 1 ամիս կամ 4 ամիս։ Սխալ է, չեմ ընդունում ես։ Ուրիշ կարծիք չեմ կարող ասել։ Ինչու է սխալ, ինչ հետևանք կունենա։ Դե հետևանքը պետք է կորցնի արդեն Հայաստանը իր ինքնությունը։ Հետևանքը դա է։ Տղամարդը պետք է ծառայի։ Այդ գումարով ինքը կարող դասամանցի բերի ծառայի բանակում։ Չի կարող։ Դրանց աշխատավարձը շատ բարձր է։ Տղամարդը պետք է ծառայի։ Անարդարություն է ստեղծվում։ Դա պարտականություն է, հայ տղամարդու պարտականությունն է։ Պաշտպանել ոնց որ բոլոր երկրներում են գնում տղամարդիկ պաշտպանում, խտրականություն չկա։ Բանակը բիզնեսի բան չան, բանակը ուրիշ բան է, էլի։ Կարծում եք սխալ են անում։ Ես ճիշտ սխալ բառերը չեմ սիրում, էլի, ես կարծում եմ հետևյալ բանը, բանակի ծառայությունը դա սրբություն է։ Եվ եթե ուզում եք իմանալ, բանակում ծառայելը մեծ պատիվ պիտի համարի յուրաքանչյուր տղամարդ իր համար, որ գնում է հայրենիքի պաշտպանությանը մասնակցում է։ Դրական։ Ինչու։ Դե եթե ուզում են տան թող տան, ինչ անեմ։ Բայց ինչի համար, հացը խելքս հացից հետ չեմ կերել կամ փողոցել։ Շատ վատ։ Ինչու։ Որովհետև հնարավորություն ով ունի այդպես փող վճարի։ Բայց ընդհանուր եթե օրինակ ունենային լավ կլիներ։ Չէ։ Որովհետև արդեն անցել է դա, պետք է նոր օրենքներ ընդունեն։ Հիմա թող իրանք գնան ծառայեն, հետո նոր ուրիշները։ Չէ, ես թվում է։ Ինչու։ Դե եթե ամեն մեկը փող ունենա վճարի, երկիրը բավ պահի։